Կարծեք քանի ձայնով եք ընտրվել, քանիսն են տեխնացուների կառավարության անդամներից քանիսն են ձեզ ընտրել։ Դա կարևոր չի, ես կարծում եմ, որ շնորհակալ եմ նախ բարձր վստահության համար։ Ընտրությունը եղել է ինչպես նախորդ ընտրությունները, քվեարկությունը եղել է փակ գաղտնի եւ արդյունքում այո, ես եմ ընտրվել։ Ըստ էության խմբակցությունը կին է ղեկավարելու եւ բավական բարդ է, որովհետեւ դա կազմակերպչական աշխատանք է, բոլորին պետք է բերման ենթարկել, քվեարկություններ են եւ այլն։ Այս առումով դուք խնդիր ունեք։ Ես կարծում եմ, որևէ բերման ենթարկելու խնդիր չենք ունենա, ես արդեն 3 տարի եւ ավելի, գրեթե 4 տարի աշխատակազմը ղեկավարեմ եւ առնչվել եմ բոլոր հարաբերություններում ունեցել եմ, այսինքն աշխատակազմում բոլորի հետ նման աշխատանքային փորձ ունեմ, այդպիսի փորձ եւ ամենից շատ լավ եւ հարթ է, կարծում եմ նույնը կլինի նաեւ խմբակցությունում, չեմ կարծում որևէ որևէ խնդրի առաջ կանգնենք բնականաբար եւ ընդհանրապես պետք չի շեշտել կնոջ դերը եւ կինը որպես խմբակցության ղեկավար, իսկ կարծում եմ ավելի վերջը այսօր ազգային ժողովի ղեկավար կազմում այո կա նաեւ կին։ Տիկին Մանավազյան, ձեր եւ Արթուր Հովհաննիսյանի ստացած ձայների տարբերությունը մեծ էր։ Եկեք դա պետք չի հրապարակել, որովհետև դա փակ գաղտնի քվեարկություն է եւ էական չի, բոլոր դեպքերում քվեարկության արդյունքում այո ընտրվել եմ ես։ Ըստ ձեզ նեղացած հեռացավ Արթուր Հովհաննիսյանը։ Ոչ, Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է եւ մենք շատ գործընկերային ենք, մինչեւ այն պահը նույնիսկ երբ ներսում ենք, դրանից հետո եւս, այսինքն սա մեր ներկուսակցական ընտրություն է, որևէ մեկից չի նեղանում եւ նույնը իհարկե կլինեի նաեւ ես։ Տիկին Մանավազյան, դուք երկար ժամանակ նաև Նիկոլ Փաշինյանի հետ եք աշխատել, երբ որ նա լրագրող աշխատել է այս գործոնը, որ դուք շատ երկար ճանապարհ եք իր հետ անցել եւ ուզե հասկացել է նաև թիմը, որ դուք առաջնահերթ եք մյուս տեխնացուի համեմատ։ Գիտեք, վարչապետի հետ այո երկար աշխատել եմ, բայց վարչապետը իր մեկ ձայնն ունի եւ մնացած մյուս 19 վարչության անդամներն իրենց քվեարկությամբ նաեւ որոշել են ով է լինելու եւ ազգային ժողովի նախագահ եւ տեղակալ եւ նաեւ խմբակցության ղեկավար։ Ձեզ ինչ հարց է տվել Նիկոլ Փաշինյանը ձեր բոլորին։ Ինձ հարց չի տվել։ Տիկին Մանավազյան, իսկ քարտուղար ով է լինելու կան խոսակցություններ։ Չէ, քարտուղար դեռ չի քննարկում, առաջիկայում կտեսնենք։ Էլի նույն ընթացակարգով լինելու վարչություններ։ Չեմ կարծում, կտեսնենք։ Դեռ կքննարկենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար